Այս բուժզննումն անցնելու համար Գավառի բնակչուհին 92 կիլոմետր անցնելու Երևան հասնելու կարիք չունի։ Սա բնական է թվում, բայց նույնը հնարավոր չէ ասել Հայաստանի շատ այլ համայնքների մասին։ Գավառն այն փոքրաթիվ համայնքներից է, որտեղ բնակիչները կարող են անցնել բարձր ճշգրտության ախտորոշում, գինեկոլոգիական, էնդոկրինոլոգիական եւ մի շարք այլ ուղղություններով ու ստանալ բուժում առանց մայրաքաղաք հասնելու։ Երևանում էլ կան բազմաթիվ կլինիկաներ եւ այլն, բայց յուրաքանչյուրս այդ պատասխանատվությունը պետք է ունենանք եւ հասկանանք, որ մարզային բժշկություններ պիտի շատ բարձր մակարդակի վրա պահել, մեծամտություն չլինի, սակայն բարձր մակարդակի վրա է կատարվում այստեղ բուժօգնությունը ու եթե համեմատենք նույնիսկ երազանցում է շատ ավելի կլինիկաների, լուծում ենք մի հատ շատ կարևոր հարց չհասնել Երևան, որտեղ ժամանակակից բժշկությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր քաղաքացու, որակյալ բուժօգնություն պետք է ստանա յուրաքանչյուր քաղաքացի։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը Երևանում սկսել է գործել 1997-ին, ընդամենը 2 մամոգրաֆիկ սարքով։ Ի սկզբանե խնդիր էր դրված նաև սովորեցնել մարդկանց գնալ բժշկի անգամ առանց գանգատ ունենալու, բացատրել, որ ավելի հեշտ, արագ ու էժան է քաղցկեղը կանխելը, քան բուժելը։ Այդ տարիներին բժիշկների խմբերն ամեն ամիս գնում էին մարզեր, հեռավոր շրջաններ, կատարում սկրինինգային հետազոտություններ։ Հետազոտությունների արդյունքում մենք ունեցանք վիճակագրություն, անսպասելի կերպով մեր համար պարզ դարձավ, որ ամենաշատ քաղցկեղի դեպքերը հանդիպում են Գեղարքունիքի մարզում, Գավառում ապրող կանայք, Գեղարքունիքի մարզում ապրող կանայք ավելի հաճախ են տառապում կրծքագեղձի քաղցկեղով։ Այդ իսկ պատճառով որոշվեց, որ Գավառում պետք է ունենանք մեր այս փոքրիկ բայց շատ գեղեցիկ կենտրոնը։ 2005-ին Գավառում բացված առողջապահական կենտրոնն առաջարկում էր դեռ միայն մամոգրաֆիկ եւ գինեկոլոգիական ծառայություններ։ Հիմա հետազոտությունների շարքն ընդլայնվել է, տեխնիկան զարգացել, թիմը համալրվել է մասնագետներով, որոնք ոչ միայն բուժում, այլ նաև կրթում են։ Բնակչությունը երիտասարդ աղջիկները արդեն սկսում են կանխարգելիչ հետազոտությունների գալ, ընդ որում բոլոր պրոֆիլներով, եւ վահանաձև գեղձի հետազոտությունը, եւ կրծքի սոնոգրաֆիային այցելում, կարծում եմ օր-օրի էլ ավելի կշատանա այդ գիտակցությունը։ Այսօր օրինակ արդեն 7-8 հոգի սպասարկվել գնացել են միջև ժամը։ Ինչ կոնտինգենտ ենք սպասարկում։ Նու հիմնականում ես աշխատում եմ գինեկոլոգի հետ, մենք սպասարկում ենք կանանց տարբեր խնդիրներով, հղիների մեծ բանակ ունենք, սպասարկում ենք հղիության սկրինինգներն եմ անում ես։ Ունենք դուպլեքս հետազոտություն, ունենք մեկ փաթեթ, որը ներառում է ընդհանուր հետազոտություններ, այսինքն որովայնի խոռոչ, կոնքի խոռոչ եւ անաձև գեղձ։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի Երևանի մասնաճյուղը տարիներ առաջ օրական 3-4, հիմա մոտ 300 անձի է սպասարկում։ Խաչանուշ Հակոբյանը հույս ունի, որ Գեղարքունիքի մարզում էլ աստիճանաբար կենսակերպ կդառնա բժշկի գնալ պարզապես հետազոտվելու համար, քանի որ կանխելը բուժելուց հեշտ է ու արդյունավետ։ Իսկ գուցե գիտեն դա, բայց խնդրի հայտնաբերումից ու ֆինանսական հետագա դժվարություններից վախենալով են խուսափում ստուգվել, հարցնում եմ։ Պատասխան հետո ավելի թանկ է լինելու։ Կորցնելու եք լավագույն դեպքում շատ գումար, վատագույն դեպքում կյանք։ Մենք չենք հոգնում ասելուց, որ քաղցկեղի դեմ պայքարը առայժմ ցավոք սրտի, քանի որ դեղորայքը հայտնաբերված չէ կոնկրետ, բայց պայքարի ամենակարևոր եւ միակ ձևը առայժմ կանխարգելումն է։ Մեր կառավարության որոշմամբ սկսվելու է սկրինինգային ծրագիր, որը իրենից ենթադրում է բազմաթիվ կենտրոններում, նաև շրջաններում հետազոտություններ, որոնք կկատարվեն ձրի հասարակության համար եւ ֆինանսավորվելով բնականաբար պետության կողմից եւ մեր բժիշկները հնարավորություն կունենան սկսել այն Գավառից, ժամկետները չեմ կարող ասել, բայց շատ շուտով մեր այդ երազած սպասված սկրինինգային ծրագիրը կներդրվի, քանի որ սրանով մենք կարողանանք օգնել արդեն բազմահազարավոր մարդկանց։ Ակնկալվում է, որ սկրինինգային ծրագիրը 40 տարին լրացած բոլոր կանանց հնարավորություն կտա անցնել անվճար հետազոտություն, խնդրի բացակայության դեպքում լինել հանգիստ, արկայության դեպքում լինել տեղյակ, ավելի արագ ու արդյունավետ բուժում ստանալու հնարավորությամբ։ Արուսյակ Կապուկչյան, Էդվարդ Հասատրյան, Ռադիոլուր։